Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի այսօրվա այցելուները լիդեր ուսումնական կենտրոնի սաներն են։ Արդեն գրեթե մեկ տասնամյակ է, ինչ թանգարանն իրականացնում է 10-ից ավելի կրթական ծրագրեր, այցելուներին ծանոթացնելով հայ գրավոր մշակույթի, գրատպության եւ գրքի պատմությանը, այդ նպատակին ծառայեցնելով տարբեր ստեղծագործական աշխատարաններ, օգտագործելով խաղերի նոր ձևաչափեր ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Թանգարանները վաղուց արդեն դադարել են ցուցանմուշների պահպանման վայր լինելուց, դառնալով ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայր։ Հիմա արդեն թանգարանը դադարել է пассив դեր կատարելուց։ Եվ կոնկրետ հենց այս սրահը, գրահրատարակչություն սրահը, կարող եմ ասել, որ ամենաշատն է մեր այցելուներին, առավել եւս փոքրիկներին գրավում, որովհետեւ եւ տպագրական մեքենաները, եւ կլիշեները, եւ հաստոցները շատ հետաքրքրում են։ Թանգարանում փաստում են, թվային աշխարհում մեծացող փոքրիկներին հեշտ չէ գրավել պատմական ցուցանմուշներով, բայց իմ առաջին այբենարանը ինտերակտիվ կրթական ծրագիրը, որ ծանոթացնում է Մաշտոցին եւ հայ գրերի գյուտին, ապա տառերի ձևավորման տեսակներին օգտագործելով թռչնատառ, կենդանատառ եւ մարդատառերը, կենդանի հետաքրքրություն են առաջացնում երեխաների մոտ։ Իսկ փոքր տպարան ստեղծագործական աշխատարանը փոքրիկներին ոչ միայն ծանոթացնում է հայ գրատպությանը, այլև հնարավորություն է ընձեռում դառնալ այդ պատմության ակտիվ մասնակիցը եւ իր իսկ ձեռքերով տպագրական կաղապարներով տեքստեր գրել։ Առաջին անգամ իմացա այս քիչքերի պատմության ու ես այսօր որ եկել եմ այստեղ այս պատկերներն եմ արել։ Թանգարանը շատ մեծ էր եւ շատ էր այստեղ Երևանի մասին։ Շատ էր դուրս եկել եւ լիքը անգամներ ես կարողա գամ այստեղ։ Ես պատկերացնում եմ, ինչ դժվար էր եղել այդպես գրել, հատ տառել եւ մեր Մաշտոցի համար ոնց դժվար էր եղել այդ տառերը ստեղծելու։ Թանգարանի 10-ից ավելի կրթական ծրագրերում ներառված են խաղեր, վիկտորինաներ, խաչբառեր, որոնցից են հայատառ տպագրության առաջնեկները, Մադրասի հայրենասիրական խմբակը, գիրքն իմ ձեռքերով կազմարարական ծրագիրը, իսկ ինտերակտիվ լեզվախաղ մրցույթ բարբառներով ծրագիրը հասցեագրված է առավելապես մարզերի կրթօջախների սաներին։ Օրինակի համար, ասենք, Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից մեկ հատված, նախապես արդեն պատրաստած, տրամադրում ենք երեխաներին, գրական տարբերակով կարդում են եւ այն վերածում են արդեն բարբառի, կլինի Տավուշի բարբառը, Գեղարքունիքի, Սյունիքի եւ այլը, եւ բավականին ակտիվ է ստացվում, շատ մեծ է լինում ոգևորությունը, թե երեխաների շրջանում, թե մեծահասակների եւ այնուհետեւ գրամեքենայի օգնությամբ երեխաները հնարավորություն են ունենում արդեն գրական տարբերակը հավաքելու։ Հաջորդ տարի թանգարանը նշելու է իր առաջին փոքրիկ Հոբելյանը տասնամյակը եւ այստեղ արվում է ամենը, որ մշակութային ժառանգության պահպանությունից ու քարոզչությունից բացի այն վերածվի նաեւ կրթական, գիտական եւ ստեղծագործական լիարժեք միջավայրի։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։